Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-ի անիմալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-ի անիմալիքին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը հերակա պարզաբանումների մեջ են, Ալիևը հայտարարում է Զանգեզուրի միջանցքով առաջիկայում անցուդարձի մասին, Նիկոլ Փաշինյանը պահանջում է պարզաբանել, թե ինչ նկատի ունի ասելով Զանգեզուրի միջանցք, վարչապետը Հայաստանի նշում է, որ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ալիևը արդեն երրորդ օրն է չի արձագանքել, դուք ինչպես եք այս հերակա բանավեճը մեկնաբանում։ Դե մենք բազմիցս տեսել ենք, որ ադրբեջանական կողմից երբեմն նույնիսկ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեսնում ենք, որ նույնիսկ հայտարարությունների մակարդակում փորձում են ներկայացնել իրավիճակը շատ ավելի մոտ իրենց ցանկություններին եւ բնականաբար հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ալիևը նախկինում մշտապես խոսել է իր ժողովրդի մոտ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, ապա այդ համատեքստում բնական է, որ Ալիևը կփորձի ուրեմն հայտարարել Զանգեզուրի միջանցքի մասին կամ այսպես ասած այն բանի մասին, որը ինքը նախկինում ասել է կամ միգուցե խոստացել է իր ժողովրդին, եւ սա բնականաբար նաեւ հատկապես ուղղված է ներքին լսարանին, բայց միևնույն ժամանակ բնականաբար մենք չպետք է անտեսենք այդ հայտարարությունները եւ պետք է առնվազն ըստ պատշաճի պատասխանենք, հստակ Հայաստանի վարչապետի կողմից հնչել է ուրեմն հայտարարություն պարզաբանելու հետ կապված եւ եթե կլինի իսկապես պարզաբանում, մեզ էլ է բնականաբար հետաքրքիր, թե օրինակ Ալիևը ինչ նկատի ունի օրինակ Զանգեզուրի միջանցք ասելով, մենք գիտենք, որ նախկինում Ալիևը որոշակի այսպես պարզաբանում տվել է, եթե չեմ սխալվում, դա ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում է եղել եւ նա ասել է, որ օրինակ, չգիտեմ, հյուսիս-հարավն էլ կամ կան նմանատիպ կոմունիկացիոն պրոյեկտներ, որոնք կոչվում են միջանցք եւ այդ առումով այդ համատեքստում է ինքը անվանում միջանց, բայց այնուամենայնիվ բնականաբար մենք պետք է այստեղ հստակեցումներ տեսնենք եւ առավել եւս մենք գիտենք, որ ստորագրվել է փաստաթուղթ, որտեղ իսկապես չկա այդ ձևակերպումը։ Սա նշանակում է, որ ամերիկյան պայմանավորվածությունները արդեն ակտուալ չեն կամ ինչ որ խնդիր կա այս ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Ես չեմ կարծում, հաշվի առնելով այն տեսարանները, թե ինչպես է Ալիևը գցնում Տրամպին, ես չեմ կարծում, որ Ալիևը ուրեմն կչեղարկի փաստաթուղթ, որի տակ կա նաև Տրամպի ստորագրությունը։ Բայց հայտարարություններն ինչի մասին են խոսում, ավելի շատ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարելու համար է։ Տեսեք, հայտարարությունները ես ինչպես նշեցի եւ ուրեմն ադրբեջանական ներքին լսարանի համար է եւ բնականաբար այո Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարելու համար է։ Ադրբեջանում լավ գիտեն, որ իրենց ցանկացած խոսք անկախ նրանից դա ունի ուրեմն հենք թե ճշմարտացի է, թե ճշմարտացի չէ, նրանք գիտեն, որ ցանկացած նման հայտարարություն Հայաստանում վերցվում է եւ տարբեր ուրեմն քաղաքական ուժերի կողմից դրվում է շրջանառության մեջ եւ հաշվի առնելով այդ հանգամանքը բնականաբար Ալիևը նաեւ մանիպուլացնում է, փորձում է լարել նաեւ Հայաստանի հասարակական քաղաքական կյանքը, որը իդեպ նրան ստացվում է։ Օրինակ ինչ տեղի ունեցավ Ալիևի այս հայտարարությունից հետո Հայաստանում, որ ասում եք ստացվում է։ Տեղ ունեցավ այն, որ Հայաստանում կոնկրետ շրջանակներ վերցնում են այդ հայտարարությունը Ալիևի եւ ոչ միայն խոսքը միայն այսպես Զանգեզուրի միջանցք կոչվող հայ տերմինի մասին չէ, այլ ցանկացած Հայաստանին վերաբերող հայտարարություն նրանք վերցնում են եւ փորձում են ներքաղաքական շահարկման առարկա դարձնել, փորձում են քաղաքական դիվիդենդներ շահել, փորձում են վարկաբեկել եւ այդ խաղաղության գործընթացը եւ
ինչպես նշեցի, նաև բնականաբար քաղաքական դիվիդենդ շալ։ Պարոն Առաքելյան, Մոլդովայի ընտրությունները կարծեք թե Հայաստանի հետ կապ չունի, բայց նմանություններ կան, հա, օրինակ հենց այդ Ռուսաստանի ազդեցության մասին, որ խոսում են, եւ Մոլդովան գնաց վճռական քայլերի, կարողացավ Մայա Սանդուն երկու կուսակցության մասնակցություն կասեցնել մոլդովական օրենսդրության շրջանակներում ընտրություններին թույլ չտվեցին մասնակցել Ռուսաստանի հետ կապերով պայմանավորված։ Դուք ինչ եք կարծում 26-ին ընթരാճ Հայաստանում մենք նման իրադարձությունների ականատես կլինենք, թե ոչ։ Թե չկան Հայաստանում ռուսամետ ուժեր կամ այդքան խորը ռուսական արմատներ ունեցող ուժեր։ Ես, եթե չեմ սխալում, նաև ձեր եթերում այդ մասին խոսել ենք եւ իմ տեսակետը հետեւյալն է։ Տեսեք, այստեղ խնդիրը այն չի, որ քաղաքական ուժը օրինակ տեսնում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացումը կամ հեռանկարային է տեսնում այդ զարգացումը։ Խնդիրը հետեւյալն է, որ կան քաղաքական ուժեր, որոնք չեն տեսնում Հայաստանի պետականության հեռանկարը եւ պարտադիր համարում են, որպեսզի Հայաստանը գտնվի կոնկրետ աշխարհաքաղաքական կենտրոնի հետ ինչ որ միության մեջ, որը ենթադրում է նաև Հայաստանի անկախության, սուվերենության եւ մեծ առումով ժողովրդավարության ուրեմն ոտնահարում եւ մեծ առումով այդ ժողովրդավարության վերացում կամ առնվազն այս գործընթացների կասեցում եւ հետեւաբար ես կարծում եմ, որ այո, ոչ միայն Մոլդովայում, այլ նաև եվրոպական այլ երկրներում, հատկապես Եվրոպական միության անդամ հանդիսացող երկրներում մենք տեսել ենք, որ կուսակցությունների գործունեություն է կասեցում, անհատների քաղաքական գործունեություն է կասեցում եւ այդ անհատները եւ կուսակցությունները հակահամակարգային են, հակաժողովրդավարական են եւ հետեւաբար այո, ես մեծ առումով կցանկանայի տեսնել նման գործընթաց Հայաստանում, որտեղ հակաժողովրդավարական եւ հակապետական քաղաքական ուժերը դուրս կդրվեն քաղաքական գործընթացներից եւ կարգելվի նրանց ուրեմն մասնակցությունը ընտրություններին եւ մեծ առումով իշխանության համար պայքարին, քանի որ ընտրությունները դա ըստ էության իշխանության համար պայքար են։ Ըստ էս որ ուժերի գործունեությունը Հայաստանում կասեցնելու անհրաժեշտություն կա։ Գիտեք, ես ուժերի անուններ չտամ, բայց ակնհայտ են առնվազն նախկին նախագահների հետ կապված քաղաքական ուժերը, ովքեր չեն տեսնում Հայաստանին որպես սուվերեն ինքնիշխան պետություն, այլ տեսնում են կոնկրետ միութենական միավորումների մեջ միավորվելու, ինչը, ինչպես նշեցի, ենթադրում է Հայաստանի սուվերենության կորուստ։ Մենք տեսել ենք դաշնակցության առնվազն տեսել ենք մամուլում այդ հայտնի ներկուսակցական կամ ներքին շրջանառության փաստաթուղթը, որտեղ խոսվում է Հայաստանի ինքնիշխանության նվազեցման մասին, ու այսպես շարունակ։ Եվ դուք եք ուղիղ Հայաստանի երկրորդ նախագահային հարց ուղղել, թե արդյոք իր համար Հայաստանի անկախությունը բացարձակ արժեք է, թե սակարկության առարկա է, եւ ձեզ տրվել է կոնկրետ պատասխան, որ ինքը չի կարող այդ պահին պատասխանել արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը իր համար բացարձակ արժեք է, պետք է դեռ հավաքվեն, քննարկեն ինչ որ մասնագետներ, արդյոք Հայաստանը ի վիճակի է, չգիտեմ, ինքնիշխան լինել, սուվերեն լինել եւ այլն եւ այլն։ Այս մտայնությամբ մարդիկ այսօր ցանկանում են ելի գալ իշխանության, իսկ դա նշանակում է, որ իրենք իրականացնելու են հենց այդ քաղաքականությունը, Հայաստանի սուվերենության վերացումը եւ հետեւաբար նույն այդ հայտարարության հիմքով, այսինքն մենք պետք է ունենանք օրենսդրություն, որը ենթադրում է, որ օրինակ այդ հայտարարության հիմքով Ռոբերտ Քոչարյանին եւ նրա հետ կապված քաղաքական ուժերին կամ ուժին կամ թիմերին պետք է արգելվի մասնակցել քաղաքական գործընթացներին եւ ընտրություններին։ Օրինակներից մեկը ես բերեցի։ Հանուն արդարության նշեմ, որ Քոչարյանը ոչ թե նշել է պետք է քննարկենք անկախություն կամ ինքնիշխանություն ունենալու հարց, այլ որևէ միության միանալ չմիանալու հարցը։ Եվ
պետք է քննարկենք նաև Հայաստանի պոտենցիալի հարցը, հա, այդ պատասխանի համատեքստը նաև դա էր, արդյոք Հայաստանը այդ պոտենցիալը ունի։ Թե պետքա գնա ինչ որ միությանը միանա, այո, եթե հիշողությունը չի դավաճանում, ձեր տրված հարցի համատեքստով նա պատասխանում է, պետքա քննարկենք արդյոք Հայաստանը ունի այդ պոտենցիալը ինքնիշխան ըլնելու, թե պետքա գնա եւ որևէ այլ միությանը միանա։ Տեսեք, բայց այս վերջին օրինակով, հա, մակում ելույթների Նիկոլ Փաշինյանը եւս չի սակարկում Հայաստանի ինքնիշխանությունը։ Ինչու է Հայաստանի ինքնիշխան տարածքի վերաբերյալ Ալիևից պարզաբանում պահանջում։ Այսինքն Դե նա ասում է պարզաբան ինչ նկատի ունես, փոխանակ հակադարձի եւ ասի, որ ոչ դա Հայաստանի ինքնիշխան տարածք է, դա չի կարող Զանգեզուրի միջազգային։ դրա մասին պարզաբանի, տեսնենք ինչ նկատի ունես։ Տեսեք, դրա մասին բազմիցս Հայաստանի վարչապետը եւ իշխանությունները հայտարարել են, որ ոչ Հայաստանի ինքնիշխան տարածքով չի կարող լինել որևէ միջանց կամ Հայաստանի տարածքում իր ինքնիշխանությունից եւ իրավազորությունից դուրս չի կարող լինել որևէ երթուղի, տարածք, միջանց, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք բազմիցս նման հայտարարություններ լսել ենք եւ հիմա այս արձանագրությունները ստորագրելուց հետո կրկին Ալիևի նման հայտարարությունները բնականաբար մի տեսակ նաև տրամաբանությունից զուրկ են եւ հետեւաբար ուղիղ պետքա նաև Ալիևին դիմել, խնդրում ենք պարզաբանեք, էլի վերջի վերջո ինչ նկատի ունեք դուք Զանգեզուրի միջանց կասելով։ Այսինքն այդտեղ սակարկության որևէ հարց չկա, այսինքն բոլոր տարբերակներով հայտարարվել է, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ երկրի միջանց տալ եւ նույնիսկ փաստաթուղթ են ստորագրում, որտեղ չկա նման բան, բայց արդյունքում ելի Ադրբեջանի նախագահը հայտարարում է եւ մնում է իսկապես Ադրբեջանի նախագահից փորձել հասկանալ ինքը ինչ նկատի ունի, երբ որ ասում է Զանգեզուրի միջանց։ Չեք կարծում, որ արդեն այն պահն է, որ պետք է զանգել Թրամփին, որ ասում էր խնդիր լինի, զանգեք եւ ես կկարգավորեմ։ Դե գիտեք, սա Թրամփը նման հայտարարություն իսկապես արել է, սա մեծ առումով այս պայդրությամբ ես չեմ համարում գլոբալ խնդիր, որ անմիջապես դիմեն Թրամփին, կամ երբ որ Թրամփը հեռախոսահամարը տվել է, ամեն առիթով պետք չի զանգարել Թրամփին, բայց եթե իսկապես այս գործընթացը կշարունակվի, այս մոտեցումը կշարունակվի, սա կարող է նշանակել նաև անհարգալից վերաբերմունք Միացյալ Նահանգների նախագահի նկատմամբ եւ բնականաբար պետք է կոնկրետ խողովակներով նաև խնդիրը բարձրաձայնվի եւ խնդրի մասին խոսվի։ Եվ եթե ինչ որ պայ անհրաժեշտ կլինի զանգարել Թրամփին, այո, պետք է զանգարել։ Էդմոն Մարուքյանն է առաջարկում Թրամփին զանգել, ասում է դե զանգի Թրամփին, Թրամփն ասում էր, որ պրոբլեմ լինի, ինչ կանենք, ասում էր զանգեք ինձ։ Ես լուրջ չեմ վերաբերում այդ հայտարարությունը, հետեւաբար մեկնաբանություն չեմ տալիս, ձեր տված հարցին ես Բայց արդեն ինչու նա հատուկ հանրություններով նախկին դեսպանն է։ Դե համենայն դեպս իմ մոտեցումը այդ է եւ հատուկ հանձնարարականներով դեսպանը ես չգիտեմ այդ ընթացքում ինչ առաքելություն իրականացրեց, ինչ արդյունքներ ունեցավ հատուկ հանձնարարություններով դեսպանը, դա նույնպես հետաքրքիր է իմանալ, բայց այնուամենայնիվ ես ցանկություն չունեմ մեկնաբանել նման հայտարարություններ։ Պարոն Առաքելյան, եկեղեցու հետ կապված դատախազն առաջարկում է Շիրակի թեմի առաջնորդին 2.5 տարվա ազատազրկման դատապարտել, սա եկեղեցին համարում է քաղաքական, դուք այնուհանդերձ չեք կարծում, որ չափազանց է մեկ ելույթի կամ նույն միտքը մի քանի անգամ կրկնելու համար 2.5 տարվա ազատազրկել։ Տեսեք, այսօր երբ որ մենք հետ ենք գնում նախորդ տարիների անցուդարձը վերլուծում ենք, այս տարիների հեռավորությունից կարծեք թե դա համարվում է մեկ նախադասությամբ արտահայտված ինչ-որ խոսք կամ չգիտեմ թեթև ինչ-որ հայտարարություններ, բայց մեր պետականությունը նման իրավիճակներ տեսել է, երբ որ կոնկրետ մարդը նման հայտարարություններ արել է, այդ հայտարարություններին լուրջ չեն վերաբերել, բայց արդյունքում մենք տեսել ենք հոկտեմբերի 27,
Եվ հաշվի առնելով այն ատելության մթնոլորտը, որ կար վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում, այն ատելության մթնոլորտը, որ գեներացվում էր այդ քաղաքական ուժերի կողմից, ուրեմն սպանությունների եւ մահափորձերի կոչերը այդ քաղաքական ուժերի կողմից եւ ցավալիորեն նաեւ հոգեվորականների կողմից, բնականաբար նման հայտարարությունները պետքա ուշադրության անդրադառնան, ինչպես նշեցի, հաշվի առնելով մեր դառը փորձը եւ ցանկացած նման հայտարարություն մեզանում, անկախ նրանից թե ով է անում, կլինի ընդդիմություն, հոգեվորական թե իշխանություն, պետքա ստանան իրավական պատշաճ գնահատական, որպիսի որևէ մեկի մտքով հետագայում էլ չանցնի, որ կարող են այդ հայտարարությունները, կարող է հայտարարություն անել ու այդ հայտարարություններին հետևի նաև գործողություններ, քանի որ դրա արդյունքում դրա հետևանքները կրում է մեր պետությունը, պետականությունը եւ մեր հասարակությունը։ Բայց այս դեպքում մարդկանց մոտ հարց է առաջանում, ասում է իշխանական падգամավոր Արթուր Հովհաննիսյանը, երբ ասում է ականջներդ կկտրեմ, վիզդ կկտրեմ, կջարդեմ, կփշրեմ եւ այլն, հա, բառացի էլ չէ, ընդհանուր տրամաբանությունն եմ ասում։ Ինչու այդ դեպքում իրավական գնահատականի չի արժանանում այդ ամենը, արդյոք խտրական չէ։ Տեսեք, եթե կա իրավական հիմք, որով պետքա ԿՊ-ական падգամավորը պատասխանատվության ենթարկվի, ուրեմն ես կողմ եմ, որ պատասխանատվության ենթարկվի, անկախ նրանից իշխանությունը թե ընդդիմությունը։ Եվ մեծ առումով ես դատապարտում եմ կամ իմ համար անցանկալի են հանրային քաղաքական ուրեմն դաշտում նման խոսույթները եւ նման հայտարարությունները։ Ես կրկնում եմ, եթե կա հանցակազմ, ուրեմն պետքա պատժվեն բոլորը, անկախ իրենց ուրեմն զբաղեցրած դիրքից եւ սոցիալական կարգավիճակից։ Հիմա երբ մենք այս դեպքում չենք տեսնում, որ իշխանության ներկայացուցիչն էլ պատասխանատվության ենթարկվի, սա ինչ է նշանակում։ Ես անկեղծ ասած ծանոթ չեմ, թե ինչպիսի դատաիրավական գործընթաց է տեղի ունեցել իշխանական ձեր կողմից նշած падգամավորի հետ, հետեւաբար չեմ կարող ասել, թե օբյեկտիվ է, թե օբյեկտիվ չէ։ Ես ծանոթ չեմ այդ գործի քննության կամ գործի ընթացքին, հետեւաբար չեմ կարող գնահատական տալ։ Եթե իսկապես կա խնդիր եւ կոծկվում է, բնականաբար դա անթույլատրելի է եւ բնականաբար այո, դա սուբյեկտիվ է եւ ոչ արդար մոտեցում։ Շարունակելով եկեղեցու թեման, եւս մեկ քահանա է արձագանքել այս եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, Տեր Թադե քահանա Թախմազյանը արձագանքելով մեկ այլ քահանայի Տեր Արամի վերջին շրջանի հայտարարություններին եւ հարցազրույցին, ասում է, որ մշտապես եղել է եկեղեցում վախի մթնոլորտ, քահանաները, հոգևորականները կարգալույծ լինելու վախով պայմանավորված լռել են։ Դուք ինչ եք կարծում, ինչով է այս նախ այս բարձրաձայնումները ինչով են պայմանավորված։ Դե տեսեք, այն որ մեր եկեղեցին ունի խնդիրներ, դա կարծում եմ օբյեկտիվ լինենք, բոլորս գիտենք, եւ ինչ որ մի պահից այդ խնդիրները պետքա այսպես բարձրաձայնվեին կամ ներսից պայթեին եւ ես կարծում եմ որ մենք հիմա այդ գործընթացում ենք, որ աշճանաբար այո, այստեղ կա նաեւ քաղաքական ենթատեքստը բնականաբար, բայց ինչ որ մի պահից, ինչ որ մի քաղաքական իշխանության ժամանակահատվածում այդ խնդիրները բարձրաձայնվելու են եւ ես համարում եմ, որ հիմա այդ պահն է, որ բարձրաձայնվելու են եւ համոզված եմ, որ ելի հոգեվորականներ տեսնելով իրենց գործընկերների նման մոտեցումը, որոնք հաղթահարել են այդ վախի մթնոլորտը եւ խոսում են խնդիրների մասին, իրենք էլ կբարձրաձայնեն, քանի որ ես ինքս գիտեմ էլի հոգեվորականներ, ովքեր ապրում են ոչ լավ սոցիալական վիճակում, ովքեր ապրում են օրվա հանապազօրյա հացը մի կերպ վաստակելով։ Տեսեք, այսօր եթե մի կողմ դնենք բարձրագույն, հա, հոգեվորականության այդ դասին, ապա մենք սովորական քահանաների, սարկավագների եւ մնացած հոգեվորականների ուրեմն հանապազօրյա հացի եւ սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտություն ունենք։ Մենք գիտենք, որ այդ մարդիկ վարձատրվում են հիմնականում ժողովրդի հանգանակությունների միջոցով եւ փաստացի այդ մարդկանց մենք այսինքն
եկեղեցու հոգևոր իշխանությունը դարձել է այսպես կոպիտ միգուցե կհնչի, բայց գումար հավաքող, եթե կլինի այսքան էլ ճիշտ։ Եթե կլինի այդ գումարը, ապա այդ մարդիկ կվաստակեն եւ կպահեն իրենց ընտանիքի։ Եթե չի լինի, ապա ինչպես են այդ մարդիկ ապրելու։ Ես առիթ ունեցել եմ նամակ հղել Մայրաթոր Սուրբ Էշմիածնին հասկանալու համար բովանդակությունը հետեւյալն է, թե ինչպես են վարձատրվում այդ քահանաները, որտեղից են այդ վարձատրությունը տեղի ունենում եւ բնականաբար սոցիալական իրենց խնդիրները ինչպես են լուծվում։ Մեկ տարուց ավել ես այդ նամակը ուղարկել եմ, զանգել եմ, տեղեկացել եմ, որ նամակը տեղ է հասել եւ ինձ ասել են, որ կպատասխանեն, սակայն մեկ տարուց ավել է անցել եւ այդ նամակին ոչ ոք չի պատասխանել։ Սա նշանակում է, որ եկեղեցին նախ թաքցնելու երևի ինչ որ բան ունի, որ այդ նամակին չի պատասխանում, եւ երկրորդը եկեղեցին իրան վերադնում, ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետության օրենքներից, եւ սա Հայաստանի Հանրապետության օրենքի խստագույնս խախտում է։ Որն է այդ նամակի նպատակը, որպեսզի հասկանանք իսկապես այս սոցիալական խավը, որը ունի իսկապես սոցիալական խնդիրներ, ինչպես են լուծում այդ մարդկանց կարիքները, սոցիալական խնդիրները։ Եվ ահա սա օրինակներից մեկն էր, խնդիրներից մեկն էր, որի մասին հիմա ես խոսում եմ, բայց կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կոծկված են, եկեղեցու պատերից ներս, անունը դնելով, որ դա եկեղեցու խնդիրներն են, եկեղեցու խնդիրներն են, եկեղեցու խնդիրները չեն բարձրաձայնվում եւ այդպես այդ խնդիրները ավելի են խորանում։ Ժամանակին նման մոտեցում կար նաեւ բանակի հետ կապված, երբ որ այսպես բանակի մասին, բանակի խնդիրներից խոսենք։ Այս դեպքով, այս օրինակը հաշվի առնելով արդեն երկրորդ քահանան է խոսում, կարող ենք ասել, որ արդեն կաթողիկոսի դեմ հոգևորականների կողմից ապստամբություն է սկիզբ առնում։ Ես այդպես չեմ ձևակերպի ապստամբություն, բայց իհարկե կան հոգևորականներ, ովքեր դժգոհ են ուրեմն Գարեգին երկրորդի քաղաքականությունից եւ նրա շրջապատի քաղաքականությունից, սրանք իհարկե առաջի ծիծեռնակներն են, բայց ինչպես նշեցի, համոզված եմ, որ բազմաթիվ տասնյակներով նման քահանաներ առաջիկայում կխոսեն։ Եվ սա ինչով է պայմանավորված, Տեր Արամը խոսեց, հիմա էլ խոսում է Տեր Թադե անունով քահանան եւ նա մի միտք է ասում է, ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ, ես Տեր Արամի խոսքերում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ, եւ նշում է եկեղեցու ներսում խնդիրները կարող են ունենալ մեկ պատասխան ճշմարտություն եւ մի միտք էլ մեջ բերեմ, ասում է մեր եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված, այսինքն ինչպես կարող է եկեղեցու ներսում նման իրավիճակ լինել։ Ես կարծում եմ, որ սա նաև պայմանավորված է նրանով, որ այս մարդիկ համոզված են, որ այսօր իրանց ուրեմն բարձրաձայնած խնդիրները լսելի կլինեն եւ այդ խնդիրների բարձրաձայնման արդյունքում իրենց նկատմամբ ճնշումներ տեղի չեն ունենա կամ այդ ճնշումները տեղ չեն հասնելու, ինչպես նախկինում էր։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի այն կոչը ամուսնացյալ քահանաներին, որ Facebook-ով դիմեց ես ձեր եղբայրն եմ եւ այլն, դա արդեն արձագանքն է վարչապետի հայտարարության։ Տեսեք, միանշանակ այստեղ կա քաղաքական կոմպոնենտը, որ ասենք սա զուտ ինչ որ սոցիալական, շարժում է կամ սոցիալական հենքով ստեղծած շարժում է, բայց քանի որ եկեղեցին խառնվել է քաղաքականությանը, ապա ասել, որ սա զուտ բացարձակապես ուրեմն հոգևոր գործընթաց է կամ եկեղեցական կամ ինչ-որ սոցիալական գործընթաց է, բնականաբար մենք կկեղծենք ինքներս մեզ, սա իհարկե ունի քաղաքական ենթատեքստ եւ բնականաբար պատմականորեն նաեւ մենք տեսել ենք, որ եկեղեցու հետ կապված հարցերում կան նաեւ քաղաքական ենթատեքստեր, այո, եկեղեցին որոշում կայացրեց մտնել քաղաքականություն, եկեղեցին որոշում կայացրեց
շատ կոշտ եւ կոպիտ ձևով դառնալ քաղաքական կողմ, դառնալ օպոզիցիա եւ այսօր ինքը պետքա չբողոքի, որ միգուցե իրեն այդ ամենը վերադարձնում են ոչ թե եկեղեցական կանոնակարգերով, այլ քաղաքական կանոններով։ Եվ հետաքրքիր է, որ երկու քահանաներն էլ Արագածոտնի թեմից են, որտեղ թեմի առաջնորդը կաթողիկոսի քրոջ որդին է, եթե չեմ սխալվում, սա ինչ է նշանակում, որ այնտեղ ավելի վատ է իրավիճակը, որ քահանաները էլ չեն դիմանում, բարձրաձայնում են, թե այլ խնդիր կա։ Գիտեք, ես կարծում եմ, որ գրեթե բոլոր տեղերում են խնդիրները ընդհանուր են, բայց միգուցե պայմանավորված կաթողիկոսի քրոջ որդու անձով, այնտեղ ուրեմն բարքերը շատ ավելի բիրտ են եւ ոչ ընդունելի, հաշվի առնելով, որ բնականաբար թեմի առաջնորդը ունի կաթողիկոսի ուղիղ հովանավորչությունը։ Եվ ինչ է, դրանով այսինքն այսպես ասած ամենաթողություն է թեմում։ Դե հաշվի առնելով երկու հոգևորականների հայտարարությունները, մենք լսել ենք նաև բավականին հետաքրքիր մանրամասնություններ, այդ դեպքում կարող ենք խոսել, այսինքն ամենաթողությունը մեղմ ասած է, այնտեղ կան բարքեր, եթե այդ ամենը ճիշտ են, այնտեղ կան բարքեր, որոնք ընդունելի չեն եւ հարիր չեն եկեղեցու։ Եվ ինչ եք կարծում, քանի որ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ չի հրաժարվելու իր նախաձեռնությունից եւ նշում է, թե ինչպես է եւ երբ է այդ հավաքը տեղի ունենալու, արդեն այդ ժամանակն է կարծեք թե մոտենում է, ասել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ Ինչ տեղի կունենա, մենք ինչի ականատես կլինենք, որ այսպես ամբողջ վազում է մայր աթոռի այսպես գավիթով դեպի վեհապարի կեցավայր, թե կտեսնենք, որ չգիտեմ, Անկեղծ ասած նման տեսարան չեմ ակնկալում կամ նման գործընթաց չեմ ակնկալում։ Ինձ մոտ ավելի շուտ տպավորությունը այնպեսին է, որ ուրեմն եկեղեցու ներսից շատ ավելի դժգոհությունները կլինեն եւ կբարձրաձայնվեն, որը կբերի նաեւ որոշակի կրիտիկական իրավիճակի, որտեղ պետքա նաեւ կաթողիկոսը որոշում կայացնի կամ չկայացնի։ դե արդեն քանի ամիս է այս ակցիան կա 4-5 արդեն 6-րդ Դե համենայն դեպս ժամկետներ կարծեք թե չեն ֆիքսվել կոնկրետ չեն ձևակերպվել թե կոնկրետ ինչ միջոցառումներ տեղի կունենան, սպասենք զարգացումներին կհասկանանք թե օրինակ ինչպես կընթանա զարգացումները եւ ինչ գործիքակազմով եւ մոտեցումներով այդ գործընթացը առաջ կտարի։ Եվ վերադառնալանք կրկին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին մակում, նա հրաժարվում է գերի բառը օգտագործել, այլ ասում է տարբեր պատճառներով Ադրբեջանում հայտնված մարդիկ, սա դուք ինչպես եք մեկնաբանում։ Տեսեք, ես չգիտեմ Հայաստանի վարչապետը ինչու է այդ տերմինաբանությունը օգտագործում, բայց համենայն դեպս ենթադրություններ ունեմ, որ սա արվում է նույն այդ մարդկանց, այդ գերիներին չվնասելու հաշվի առնելով Ադրբեջանի եւ նրա նախագահի ուրեմն մոտեցումները եւ դիրքորոշումները եւ հետեւաբար Ադրբեջանում պահվող գերեվարված մեր հայրենակիցների հետ կապված իմ մոտեցումը ես բազմիցս հնչեցրել եմ, որ պետք է հանրայնորեն հնարավորինս քիչ խոսենք, հնարավորինս քիչ, չգիտեմ, այլ ձևակերպումներ հնչեցնենք, որպեսզի հնարավորինս քիչ վնասենք այդ մարդկանց այնտեղ։ Ես համոզմունք ունեմ, որ կուլիսներում բնականաբար աշխատանքներ տարվում են եւ դա շատ ավելի այդ չերևացող կողմը շատ ավելի կարեւոր է, քան այն հայտարարությունները, որոնք արվում են։ Ես Նիկոլ Փաշինյանի ձևակերպումը բառացի մեջ բերեմ, որ դա հետո այսպես քննարկումների առիթ չդառնա, վարչապետը նշել է երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք, սա արդյոք խնդրի կարևորությունը չի ստորադասում, հա, ստեղծված իրավիճակում եւ սա կարծեք թե նման է այն բանին, որ
խուսափում էին մի ժամանակ ոչ Հայաստանում, այլ ցեղասպանության օրը ուղերձներում օրինակ ցեղասպանություն բառը օգտագործել, սա արդյոք դրան չի տանում։ Ես համոզմունք ունեմ, որ դուք առիթ կունենաք վարչապետի հետ հարցազրույց անելու եւ ուղիղ կհնչեցնեք այդ հարցը, բայց կարևորության հետ կապված տեսեք այդ հարցը բարձրաձայնվել է նաեւ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետի եւ Միացյալ Նահանգների նախագահի հանդիպան ժամանակ ես կարծում եմ դա շատ ավելի կարևոր է, քան ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված հայտարարությունները։ Բայց սա նորություն էր, հա, Նիկոլ Փաշինյանը երբեք այս ձևակերպումը չէր օգտագործել։ Սա եւս ձեզ կարող է պարտադրանք լինել։ Անկեղծ ասած ես ուշադրություն չեմ դարձրել այդ ձևակերպման վրա, անկեղծ, բայց կտեսնենք, Դա պարզապես ելույթում այն կան աչք հա, ականջ ծակող կտեսնենք հետագա էֆեկտ ընթացները, ունեցա։ եթե Հայաստանի վարչապետը կշարունակի այդ տերմինաբանությունը օգտագործել, կփորձենք նաև հարցերի միջոցով հասկանանք որն է պատճառը։ Ես անկեղծ իմ մեկնաբանությունը այդպեսին էր։ Դուք բայց կարծում եք սա սեփական նախաձեռնությամբ է։ Ես անկեղծ որևէ կարծիք չունեմ այդ հարցի հետ կապված, սեփական նախաձեռնություն է, թե ինչ որ պահանջներ կարող են ձևակերպվել, բայց կրկնեմ, գերիների հետ կապված, որը բավականին նուրբ թեմա է, որքան քիչ մենք խոսենք, որքան քիչ մենք այդ թեման շահարկենք թե տարբեր ամբիոններից, թե մեր ներքաղաքական ու հանրային կյանքում, այդքան շատ ավելի օգնած կլինենք այդ գերիներին Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցներին։ Կրկնեմ, ինձ համար շատ ավելի կարևոր են այդ կուլիսային աշխատանքները, քան այսպես հայտարարությունները։ Դուք ինչ եք կարծում, ինչը կարող է առիթ լինել, որ Հայաստանի վարչապետն այս ձևակերպումն օգտագործի։ Ես անկեղծ գաղափար չունեմ ասելու ինչը կարող է առիթ լինել։ Ես չգիտեմ Հայաստանի վարչապետը հատուկ այդ տերմինաբանությունը օգտագործել, դա հետագայում էլ կօգտագործի, թե չի օգտագործի, դա օրինաչափություն է, թե օրինաչափություն չէ։ Մենք դա կտեսնենք առաջիկայում ընթացքում վարչապետի այդ խնդրի հետ կապված տարբեր հայտարարություններում, հետո նոր գաղափար կկազմենք, սա տենդենց է, թե ուղղակի ՄԱԿ-ի ամբիոնից մի անգամ արված հայտարարություն։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի համար։ Ես շնորհակալ